Facebook-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վեհափառին ուղղված լկտի խայտառակ բառապաշարով գրառումը համարել է համայնքային կանոնների խախտում եւ հեռացրել այն։ Խոսքը վերաբերում է Փաշինյանի այն գրառմանը, որում վերջինս իր լեքսիկոնով նշել էր, թե վեհափառը մնացել է մի քանի պոռնկաբարո հոգեվորականների հույսին։ Փաշինյանի Facebook-յան էջը իր բառապաշարի ատելության խոսքի պատճառով կարող է ջնջվել։ Facebook-ից համապատասխան իրազեկումները վստահաբար ստացել է։ Եվ հենց դա է պատճառը, որ հանկարծ հիշել է քաղաքակիրթ հարգալից բանավեճի մասին, վերջինս Facebook-ում գրել էր. Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ հանրային քաղաքական հրապարակային դաշտում հայոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից պարականոն բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։ Հուլիսի 5-ին կիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Հետաքրքիր է, որ սոցիալական հարթակն իր գնահատականը տվել է, իսկ մեր համապատասխան կառույցները, որոնք պետք է գնահատական տան եւ նույնիսկ իրավական ընթացք, լուռ են։ Ավելին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրաժարվել էր վարույթ հարուցել փաստաբանի դիմումի հիման վրա նմանատիպ այլ գրառումների, ինչպես նաեւ եկեղեցու ներքին գործերին միջամտելու հետ կապված։ Մինչ անգործ են համապատասխան կառույցները, ՄԻՊ-ը, օգտատերերը զբաղված են Փաշինյանի Facebook-ում մաքրման աշխատանքներով, ինչի արդյունքում, ինչպես օգտատերերն են նշում, նրա գրառումները գրողի ծոցն են հայտնվում։